Պատկերացրեք մի մարդ, որ կանգնած է ջրի հայլու առաջ եւ տեսնում է սեփական արտացոլանքը։ Այնքան է հիանում սեփական պատկերով, այնքան է տարվում, որ մոռանում է ուրիշների մասին, մոռանում է իր կոչման մասին, մոռանում է իր առօրյայի մասին եւ սիրահարվում է ինքն իրեն, այսինքն դառնում է ինքնասիրահարված անձնավորություն, երբ որ իր պատկերը տեսնում է հայլու մեջ։ Հենց սա էլ նարցիսի նախապատմությունն է ըստ հունական առասպելի։ Այդ երիտասարդը, որ սիրահարվում է ինքն իրեն, հետագայում դառնում է մի ծաղիկ, որի անունն է նարգիզ։ Մենք այսօր կխոսենք նարցիսիզմի մասին եւ կփորձենք բացահայտել, թե ինչ քայքայիչ երևույթ է դա, ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին, արդյոք այն մեզ սպառնում է եւ ինչպես կարող ենք բժշկվել կամ ազատագրվել նարցիսիզմի սինդրոմից։ Նարցիսը իրականում հայլու մեջ միայն տեսնում է ինքն իրեն, իր սեփական եսը, նա տարված է իրենով, նա հիացած է իրենով եւ ընթացքում նա մոռանում է մյուսների կարիքների մասին, мոռանում է իրականության մասին եւ дառնում է իրականությունից կտրված ինքնասիրահարված անձնավորություն։ Свет мой зеркальце, скажи, да всю правду доложи. Я ли на свете всех милее, всех румяней и белее? Ты, конечно, спору нет, ты царица всех милее, всех румяней и белее. Այս մուլտֆիլմը արտադրված է եղել խորհրդային տարիներին, երբ որ չկար հեռախոս, երբ որ չկար սելֆի հասկացություն։ Բայց համաձայնեք, որ շատ նման է, չէ՞, սելֆիին, երբ որ մարդը ինքնահիացմունքով անդադար իրեն աջ ու ձախ նկարահանում է, տեղադրում է, կորզում է լայքեր եւ ստիմուլ է ստանում, երբ որ մարդիկ իրեն որևէ կոմպլիմենտ են ասում կամ որևէ դրական մեկնաբանություն են գրում։ Սա հենց նարցիսիզմի սինդրոմն է, մարդ, ով ինքնասիրահարված է ինքն իրեն, ով հիացած է իրենով, տարված է իրենով եւ ուրիշների ուշադրության կենտրոնում է փորձում հայտնվել, փորձում է կորզել, հափշտակել ուրիշների ուշադրությունը սեփական եսի վրա։ Նրան ամենևին չհետաքրքրում ուրիշների կարիքը, ուրիշների հոգսերը, ուրիշի ցավը, նրա կենտրոնը, առանցքը ինքն է, սեփական եսը։ Նարցիսիզմը պարզապես հոգեբանական մի տերմին չէ, այն նաև կյանքի ոճ է, կենսակերպ, որտեղ եսը դառնում է Աստված, առանցք, կենտրոն, եւ ուրիշները պարզապես հանդիսատես են, ծափահարողներ են, հետևորդներ են, կոմպլիմենտներ անողներ են, քաջալերող են, ուրիշ ոչինչ։ Իրականում հենց նարցիսին ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, այլ ամեն բան, որ իր հետաքրքրության տիրույթում է գտնվում, վերաբերում է իր սեփական անձին։ Նարցիսիզմը ինքնահիացմունքի ծարավ է, որը երբեք ու երբեք չի հագենում, եւ մարդը որքան ստանում է հիացական արտահայտություններ կամ էլ ինքն իրենով հիանում է, այնքան նրա ներսում այդ դատարկության փոսը ավելի է խորանում եւ ոչինչով չի կարողանում նա հագեցնել իրեն եւ լցնել։ Դրա համար նա թմրամոլի նման անդադար նստած է ուրիշների հավանությունների, ուրիշների կոմպլիմենտների, ուրիշների հիացական խոսքերի վրա։ Ուրեմն նարցիսիզմը հոգեբանության մեջ ձևակերպված է կամ բնութագրվում է որպես ինքնասիրահարված վիճակ, ինքնակենտրոնացում եւ ուրիշների նկատմամբ անզգայնություն, նա չի զգում ուրիշի ցավը եւ ուրիշի հոգսը։ Նարցիսին թվում է, թե բոլորը սխալ են եւ ինքը ճիշտ է, բոլորը թերի են եւ ինքը կատարյալ է, ոչ ոք իրեն չի հասկանում, բայց ինքը միշտ ճիշտ է, ինքը միշտ հիանալի է, իր մտքերը միշտ իմաստուն են, դա պարզապես մարդն է, կամ ուրիշներն են, որ իրեն անտեսում են, իր արժեքը չգիտեն կամ իրեն չեն հասկանում։ Շատ հաճախ կարելի է լսել նման մարդուց հետևյալ արտահայտությունը. չեմ հասկանում, թե ինչու ուրիշները ինձ չեն հասկանում։ Մտածիր այն մարդկանց մասին, ովքեր անդադար փնտրում են ուրիշների հավանությունները, անդադար փորձում են այնպես դիրքավորվել, այնպես նկարվել այն առարկաների շուրջ, այս մեքենայի մոտ, այն ծառի տակ, այն հյուրանոցի առջև, որ ուրիշների վրա տպավորություն թողնեն, մեկին ցավացնեն, մեկից էլ հիացմունք կորզեն։ Սա հենց սելֆի սինդրոմն է, երբ որ
առանցքում մարդու անձն է, իր սեփական, այսպես ասած, ճակերտավոր արժանինքները, իր գեղեցիկ տեսքը, եւ նա ստիպում է, որ մարդիկ իրեն գնահատեն, թեկուզ կեղծ, թեկուզ ոչ իրական, բայց միևնույն է, թեկուզ մեկ վիրտուալ լայք, բայց դա նրան դեղի պես անհրաժեշտ է։ Հետևաբար նարցիսիզմը սեր չէ դեպի կյանքը, այլ սեր եւ ուշադրություն է սեփական եսի, սեփական անձի հանդեպ։ Բայց որքան շատ ես փնտրում հավանումներ դրսից, այնքան ավելի շատ ես կորցնում ինքդ, քո էությունը, քո ինքնությունը, եւ նարցիսը կարող է իր կյանքում ունենալ խորը ճգնաժամ, ինքնության ճգնաժամ։ Իհարկե Աստվածաշնչում դուք չեք տեսնի նարցիս բառը, ոչ միտեղ չեք գտնի, բայց Աստվածաշունչը շատ ու շատ է խոսում այս երևույթի մասին որպես անձնասիրություն, որպես էգոիզմ, որպես եսակենտրոն կյանք, որը նաև ուրանում է ուրիշների արածը, ուրիշների առաքինությունը եւ դավանում է միայն ինքը եւ իր արածը, որովհետեւ կենտրոնում ինքն է։ Ապա տեսեք, թե երկրորդ օրինաց 8-րդ գլխի 17-րդ խոսքում ինչ է զգուշացնում Աստված։ Քո սրտում չասես, այս հարստությունը ես իմ կարողությամբ եւ իմ ձեռքի ուժով եմ վաստակել, այլ հիշիր քո Տեր Աստծուն, որովհետեւ նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսի հաստատի քո հայրերի հետ երթումով արած իր ուխտը։ Երբ որ հրեաները պետք է մտնեին Քանանի երկիր եւ ժառանգեին այդ հարուստ երկիր, այդ կաթ ու մեղր բխող երկիրը, Աստված նրանց զգուշացրեց, ասաց չլինի թե տարվեք բարգավաճմամբ, հաջողությամբ եւ հանկարծ այդ հաջողությունները վերագրեք ինքներդ ձեզ, չլինի թե ասեք, որ այս հարստությունը ես իմ կարողությամբ ձեռք բերեցի։ Տեսեք, նարցիսը, որ տարված է ինքնահիացմունքով, նաև ինքնագովեստով է տարվում եւ այդ անձնավորությունը հետեւաբար կարող է նաև անշնորհակալ լինել, եթե շնորհակալ, ապա միայն սեփական անձի հանդեպ, բայց ոչ ուրիշների։ Իսկ երկրորդ Տիմոթեոսին 3-րդ գլխի առաջին խոսքից խոսելով վերջին օրերի ապականությունների մասին եւ այն մասին, թե մարկությունը ինչպես պետք է դեգրադացվի բարոյական առումով, տեսեք, թե Պողոս առաքյալը ինչ է մարգարեանում։ Սա իսկապես մարգարեական ուղերձ է եւ չենք զարմանա, երբ որ տեսնենք այս խոսքը իրականություն դարձած մեր միջավայրում, ինչու՞ չէ նաեւ մեր կյանքում։ Երկրորդ Տիմոթեոսին 3-րդ գլխի առաջին խոսքում գրված է. Սա իմացիր, վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետեւ մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ եւ շարունակության մեջ նաեւ գրում է հեշտասեր կամ մեկը, որ սեր ունի հաճույքների նկատմամբ։ Երբ որ ուսումնասիրում ենք Պողոս առաքյալի մարգարեական գրվածքը, ապա տեսնում ենք, որ վերջին օրերի սերունդի ապականության հիմքը 3 սերերն են։ Սեր սեփական անձի հանդեպ, մարդիկ կլինեն եսասեր, սեր արծաթի հանդեպ, այսինքն փողասեր, եւ սեր հաճույքների հանդեպ, որովհետեւ վերջ-վերջո, երբ որ մեկը արծաթասեր է, նրա շարժիչ ուժը որն է, հաճույքները, որ այդ փողի միջոցով նա սեփական եսը հաճեցնի։ Ուրեմն նարցիսիզմի մասին շատ զգաստացնող ձևով մարգարեություն կա ամբողջ Աստվածաշնչում եւ թեպետ տերմինը չկա, բայց սինդրոմը կա, երևույթի մասին Աստվածաշունչը շատ հստակ խոսում է։ Ուրեմն տեսնում ենք Պողոս առաքյալը զգուշացնում է վերջին օրերի մարդկանց մասին եւ երկրորդ օրինաց գիրքն էլ զգուշացնում է մի ամբողջ ազգի, հետեւաբար նարցիսիզմը սա միայն անհատական, անձնական երևույթ եւ աղթ չէ։ Սա կարող է դառնալ նաեւ ազգային, հանրային ախտորոշում եւ մի ամբողջ խումբ, թեկուզ նաեւ էթնիկ խումբ կարող է տառապել նարցիսիզմից։ Դուք ամեն մեկդ մենակ ձեզ եք սիրում ու ձեզ եք գնահատում։ Դրա համար էլ փախչում եք իրարից ու ձեր երկրից եք փախչում։ Դուք տղա ջան, փախած ժողովուրդ եք։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես է նարցիսիզմը զարգանում մարդու մեջ։ Նախ այն միանգամից որպես մեղք ի հայտ չի գալիս, այլ կամաց մանկությունից սկսում է ձևավորվել մարդու մեջ եւ դառնալ ախտանիշ, դառնալ հիվանդություն։ Այն սովորաբար սկսվում է երբեմն որպես պաշտպանական պատ, որպես մեխանիզմ, այն միջավայրում, երբ որ քեզ չեն գնահատում, երբ որ գուցե քեզ ասացին, որ դու ոչինչ ես, որ դու արժեք չունես,
եւ դա քո մեջ առաջացնում է անձնական ինքնապաշտպանական ռեֆլեքսիա, երբ որ դու փորձում ես դրանով հակադրվել եւ նաեւ պաշտպանվել, երբ որ փորձում ես սեփական անձդ պաշտպանել ուրիշների հարձակումներից, թերարժեքությունից, մերժվածությունից եւ ընկնելու մյուս ծայրահեղության մեջ, որ մտածում ես դու ոչինչ ես, ոչ մեկի պետք չես, հայտնվում ես այն մյուս ծայրահեղության մեջ, երբ որ մտածում ես, որ ոչ ոք ես չի գնահատում, ոչ ոք ես չի սիրում, բայց դու հանճարեղ մեկն ես, դու պարզապես տաղանդ ես, դու պարզապես իմաստուն ես, ուրիշները քեզ նախանձում են, դրա համար էլ քեզ քննադատում են։ Եվ արդյունքում դու ստեղծում ես մի ես, որը արտակնապես շատ գեղեցիկ է փաթեթավորված, շատ տաղանդավոր անձնավորություն է, բայց չգնահատված։ Արդյունքում այդ եսը կեղծ ես է։ Նա կապ չունի քո իրականության հետ, նա ստեղծված է, նա ֆիկցիա է, որը շուտով կհասնի ճգնաժամի գագաթնակետին եւ դու կհայտնվես խորը անձնական եւ ինքնության ճգնաժամի մեջ։ Այն մարդու մոտ կարող է առաջանալ, ինչպես ասացի, դեռևս մանուկ տարիքից, երբ որ օրինակ երեխային անտեղին սկսում են գովեստի խոսքեր շռայլել, նրան աստվածացնել, պաշտելու աստիճան, նրան սիրել, նրան շրջապատել գեր ուշադրությամբ եւ անընդհատ նրան համոզել, որ դու որքան լավն ես, որովհետեւ նարցիսիզմը կարող է ծնվել այս երկու ծայրահեղությունից, մեկը ծայրահեղ թերարժեքությունից եւ մյուսը ծայրահեղ գերարժեքությունից։ Միևնույն է, արդյունքը նույնն է լինելու մարդու մոտ, երբ որ նա հասունացավ, նա դառնալու է պոտենցիալ թիրախ նարցիսիզմի համար։ Հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչպես է նարցիսիզմը քանդում եւ քայքայում մարդու կյանքը։ Նախ նարցիսը չի կարող երկարատև մտերմություն ունենալ մարդկանց հետ։ Այո, նա իր շուրջը շատ մարդկանց կարող է հավաքել, դառնալ հիացմունքի առարկա, ձեռք բերել հետևորդներ, ունենալ ծափահարողների եւ քաջալերողների մի բանակ, բայց որոշ ժամանակ անց այդ մարդիկ իրեն լքելու են, որովհետեւ նարցիսի հետ երկարատև որակյալ հարաբերություններ կառուցել անհնարին է։ Ինչու՞։ Որովհետեւ նա հետաքրքրված չէ ուրիշներով, այլ միայն իրենով։ Նարցիսիզմը մարդուն չի կարող նաեւ խաղաղություն պարգևել, որովհետեւ մարդը անընդհատ պայքարելու է ուրիշների հավանությունների համար, անընդհատ կախված է լինելու ուրիշների հավանություններից, ուրիշների վերաբերմունքներից, ուրիշների չգնահատելուց, հետևաբար իր ներսում անընդհատ պայքար է ունենալու եւ չի ունենալու խաղաղություն։ Եվ վերջ-վերջո նարցիսիզմով տառապող անձնավորությունը չի կարող նաեւ խաղաղություն ունենալ Աստծո հետ։ Տեսակ կարդացինք Պողոս առաքյալն ասում է, որ վերջին օրերում մարդիկ կլինեն ոչ միայն եսասեր եւ արծաթասեր, այլև ամբարտավան եւ հպարտ։ Նայեք, սա նույն հարթության մեջ է դիտարկվում։ Երբ որ մեկը եսասեր է, երբ որ մեկը հաճույքների հետևից է գնում, երբ որ մեկը ինքնահիացմունքով է տառապում, նա նաև վերջ-վերջո ամբարտավան է, հպարտ է, գոռոզ է։ Իսկ նման անձնավորությունը չի կարող Աստծո հետ ունենալ համագոյակցում, չի կարող Աստծո հետ հաղորդակցվել, չի կարող Աստծո հետ երկարատև հարաբերություններ կառուցել, որովհետև գրված է, որ Աստված ամբարտավաններին հակառակ է կանգնում։ Հետևաբար, որպես աստվածաշնչյան հոմանիշ, նարցիսիզմի կարող ենք համեմատել ամբարտավանության հետ, գոռոզամտության հետ, մեծամտության հետ։ Մատթեոս ավետարան 16-րդ գլխի 24 խոսքում Տեր Հիսուսը մի գեղեցիկ լուծում եւ ազատագրության միջոց է առաջարկում նարցիսին։ Նա ասում է, եթե մեկը կամենում է ինձ հետևել, թող վերցնի իր խաչը եւ իր անձը ուրանա։ Վերջ-վերջո խաչը բասկաթոռ չի, որտեղ մարդը հիացական ձևով հարմարավետ տեղավորվի։ Խաչը դա դիսկոմֆորտ է առաջինը սեփական անձի հանդեպ։ Խաչը, ինչպես իմ սիրելի հեղինակ Դերեկ Պրինսն է ասում, սեփական եսին, սեփական ցանկություններին, սեփական էգոիստական նկրտումներին ոչ ասելն է։ Իսկ նարցիսի համար դա մահացու բան է, դա հավասարազոր է ինքնասպանության, իր սեփական անձին հակառակ գնալը։ Ուրեմն տեսեք, Տեր Հիսուս Քրիստոսը մի լավ լուծում առաջարկեց՝ խաչը, ինքնամերժումը, ինքնաուրացումը, խոնարհումը Աստծո առաջ, դա իսկապես լավագույն լուծումն է նարցիսիզմից ազատվելու համար։
Վերջ-վերջո Աստվածաշունչը չի ասում ավելի լավ ես կառուցիր, ավելի լավ ես շենացրու, այլ ասում է ուրացիր քո եսը եւ ծառայիր ուրիշներին, օգտակար եղիր ուրիշներին։ Եթե նարցիսը անգամ ուրիշներին ծառայում է, նա ոչ թե ծառայում է նրա համար, որ ուրիշներին օգուտ փոխանցի, արժեք փոխանցի, այլ նրա համար, որ սեփական անձը փառավորվի, սեփական անձը ուշադրության կենտրոնում հայտնվի։ Ահա սա է նրա ամբողջ նպատակը։ Հիմա եկեք խոսենք գործնական քայլերի մասին։ 4 գործնական քայլեր նարցիսիզմից ազատվելու կամ բուժվելու համար։ Թեպետ ինչպես արդեն ասացի, լավագույն միջոցը արդեն ավետարանում ներկայացված է Հիսուսի կողմից։ Բայց առաջինը, որ ուզում եմ այսօր բարեկամաբար խորհուրդ տալ ամեն մեկիս, հետևյալն է. ընդունիր, որ դու չես աշխարհի կենտրոնը։ Երբ որ նարցիսի հետ ինչ-որ մի բան է կատարվում, վատ բան, նա հանկարծ սկսում է իրան զգալ աշխարհի ամենադժբախտ անձնավորությունը։ Մի անձնավորություն ասել է, երբ որ ինձ ասում են, որ կյանքը դժվար է եւ ծանր, ես ասում եմ համեմատ ում կյանքի։ Այնպես որ նարցիսը երբ որ սկսում է բողոքել, որ ինչու ինձ հետ այսպես պետք է լիներ, ինչու հենց ես պետք է հայտնվի այս դժվարության մեջ, առաջինը հասկանանք, որ մենք չենք եւ դու չես աշխարհի կենտրոնը եւ ոչ էլ աշխարհի առանցքը եւ ոչ էլ մարդիկ պետք է պտտվեն քո շուրջը։ Վերջ-վերջո քո մեծությունը պայմանավորված է ոչ թե մարդկանց լայքերի քանակությունով, այլ Աստծո սիրով։ Քո ինքնությունը Աստծո մեջ պետք է գտնես եւ ոչ թե մարդկանց հավանությունների եւ կարծիքների մեջ, որովհետեւ այդ ամեն ինչը խաբուսիկ է եւ միայն քո արարիչը գիտի թե ով ես դու եւ ինչի համար ես դու կանչված։ Երկրորդ, սովորիր ծառայել առանց ճանաչում պահանջելու։ Ինչ է սա, հիմա փորձեմ բացատրել։ Շատերն էլ փորձում են, ինչպես ասացի, ծառայել ուրիշներին, օգտակար լինել ուրիշներին, բայց սեփական անձի ճանաչումն են փնտրում։ Հիմա նարցիսիզմից բժշկվելու համար ամենալավ տարբերակներից մեկը նաև այն է, որ դու ծառայես ուրիշին առանց սեփական անձդ հայտնի դարձնել։ Օրինակ, փորձիր ինչ-որ մեկին լավություն անել, բայց որ այդ ինչ-որ մեկը չիմանա ով իրան արեց այդ լավությունը։ Արդյունքում դու կունենաս հաճելի զգացողություն, համեստության զգացողություն, դիմացինն էլ կունենա անփոխադարձելիության զգացողություն, որ նա պարտական չի ինչ-որ մեկին, բայց պարզապես մեկը նրան լավություն արեց, մեկը նրան օգտակար եղավ։ Հետևաբար երկրորդ խորհուրդը սա է. սովորիր ծառայել առանց ճանաչելիության, առանց ճանաչման պահանջի, առանց հրապարակման, որ մարդիկ քեզ ճանաչեն, ծափահարեն, լայքեր դնեն, որպեսզի դու դրանով քեզ լավ զգաս։ Լավ կզգաս, բայց շատ կարճաժամկետ։ Երրորդ, ունեցիր իրական հարաբերություններ եւ ոչ թե շինծու եւ անկեղծ եղիր։ Թույլ տուր, որ մարդիկ տեսնեն ոչ միայն քո ուժեղ կողմերը, այլ նաեւ թույլ կողմերը։ Վերջ-վերջո ամեն մեկս ունենք մեր թույլ կողմերը, հետեւաբար բնական եղիր, մի կեղծիր, քեզանից սուպերմեն մի հնարիր, այլ թույլ տուր, որ մարդիկ տեսնեն, որ դու էլ տկարություններ ունես, դու էլ թուլություններ ունես, դու էլ իրենց նման ես, ունես քո ուժեղ կողմերը, ունես նաեւ քո թույլ կողմերը։ Վերջ-վերջո իրական սերը գոյանում է եւ ապրում է եւ հարատևում է անկեղծության մեջ, որտեղ որ կեղծիք կա, որտեղ որ անազնվություն կա, այնտեղ չի կարող իսկական, օրիգինալ սիրո հարաբերություն զարգանալ։ Չորրորդ, փնտրիր քո ինքնությունը Քրիստոսում եւ ոչ թե մարդկանց եւ սոցիալական ցանցերի արտացոլանքի մեջ։ Հիշում եք, չէ՞, սկզբից պատմեցի նարցիսի նախապատմությունը, ինչպես եղավ, որ մի երիտասարդ իր արտացոլանքը տեսավ գետի մեջ եւ սիրահարվեց իր պատկերին։ Հետևաբար եկեք մեր պատկերը, մեր արտացոլանքը ոչ թե տեսնենք հանրային հայլու մեջ, մարդկանց կարծիքների մեջ, այլ Քրիստոսի մեջ։ Հիշում եք, մեկ անձնավորություն կար Աստվածաշնչում, որ այնքան գեղեցիկ էր, այնքան տաղանդավոր էր, որ մի օր նա հիացավ ինքն իրենով եւ մեծ ողբերգություն տեղ ունեցավ։ Այո, Աստվածաշունչը խոսելով Լյուցիֆերի մասին կամ հայերեն Արուսյակի մասին, հետևյալն է ասում, որ նա կատարելության կնիքն էր, հանճարեղ, տաղանդավոր, երաժիշտ անձնավորություն, գեղեցիկ քարերով, թանկարժեք քարերով զարդարված, փայլփլուն մի արարած, ով մի օր խաբվեց սեփական փայլից, ով մի օր
տրվեց ինքնահիացմունքին եւ արդյունքը հետեւյալը դարձավ, որ գրված է քո բնակատեղին դարձավ դժողքը, քո փառքը քեզանից հեռացավ եւ դու խայտառակվեցիր։ Ահա թե ինչ է սպասվում նարցիսին, նա մի օր կզրկվի այդ հիացական բոլոր երևույթներից, մի օր խոտի պես կթառամի եւ արդյունքում կհայտնվի խորը ինքնախաբեության մեջ եւ կհասկանա, որ իրականում ապրել է մի կյանք, որը կեղծ էր, ապրել է մի ինքնությամբ, որը շինծու էր եւ իրական չէր, ինքն իրեն խաբել էր։ Բարեկամներ, ուզում եմ իսկապես ամեն մեկիս համար ահազանգել, նարցիսիզմը պարզապես հունական մի առասպել չի, կամ էլ հոգեբանական մի ձևակերպում չի, այն լուրջ հոգեկան խաթարումներ կարող է պատճառել մարդուն, եւ անգամ Ամերիկայի հոգեբանների ասոցիացիան արդեն իսկ սահմանել է, որ նարցիսիզմի ծանր տեսակը կարող է դառնալ հոգեկան լուրջ խնդիր եւ մարդուն հանգեցնել հոգեկան խանգարումների, մտային խանգարումների, երբ որ մարդը ինքնաներշնչանքի հետևանքով կարող է կորցնել սեփական ինքնությունը։ Հետևաբար ուզում եմ ամեն մեկից թափեցնել, ամեն մեկից համար ահազանգել, որ չտրվենք մեր մոլորություններին, որ ինքներս մեզ չմոլորեցնենք, որ չհիանանք մեզանով, որ չասենք, այս իմ ձեռքերով ես ամեն ինչը վաստակեցի, որ ես եմ, իմ անձն է, ես ուրիշ եմ, ես ավելի իմաստուն եմ, ես հանճարեղ եմ, ես ավելի գեղեցիկ եմ, մի հատ փորձեմ ինձ հավերժացնեմ այս սելֆիով, մի հատ փորձեմ տպավորություն գործել ուրիշների վրա այս նկարով, մի հատ տեսնեմ քանի հոգի է սրտիկելու, քանի հոգի է լայքելու եւ տարածելու, այս ամենը կեղծ իրականություն է սիրելիներ։ Լավ է, երբ որ մեր բարեկամները, մեր ընկերները մեզ հավանում են, լավ դրական կոմենտներ են գրում մեր հասցեին, այդ ամեն ինչը նորմալ կյանքի մաս է, բայց դա չպետք է դառնա մեզ համար թմրանյութ, որպեսզի դրանով չմտածենք, թե դա է մեր արժեքը, որպեսզի չգնահատենք ինքներս մեզ եւ մեր կյանք ուրիշների լայքերից եւ լայքերի շատությունից կամ քչությունից։ Մեր արժեքը Աստծո սիրո մեջ է, մեր մեծությունը Աստծո վերաբերմունքի մեջ է եւ ոչ թե մարդկանց վերաբերմունքի։ Եվ վերջ-վերջում մի կարևոր բան ասեմ. երբ դադարում ես սիրահարվել ինքդ քեզ, սկսում ես սիրահարվել կյանքին, սկսում ես սիրել կյանքը, սիրել մարդկանց, նկատել ուրիշին, նկատել ուրիշի կարիքը, հասկանալ դիմացինին, փորձել մտնել մեկ ուրիշի դրության մեջ, դառնալ օգտակար անձնավորություն եւ դրանով հանդերձ դու այլևս երբեք մենակ չես մնա, քո շուրջը միշտ մարդիկ կլինեն, որովհետեւ դու ուրիշներին բարձրացնող կլինես եւ ոչ թե ուրիշներին կօգտագործես, որ իրենք քեզ բարձրացնեն։ Կուզենամ, որ վերջում կարճ աղոթք ունենանք, որովհետեւ ես իրոք հավատում եմ, որ աղոթքը լավագույն դեղն է մեր հոգեբանական, հոգեկան եւ այլ հիվանդությունների դեմ։ Հետևաբար կուզենամ բոլորս մեր գլուխները խոնարհենք եւ գանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ։ Տեր, անկեղծ սրտով գալիս եմ քո առաջ եւ ուզում եմ կտրվել իմ ինքնահիացմունքի հայլուց, ուզում եմ չնայել մարդկանց հավանությունների հայլու մեջ, այլ ուզում եմ նայել քո խոսքի հայլու մեջ, տեսնել իմ անձը այնպես, ինչպես որ իրականությունն է։ Ես չեմ ուզում ապրել շինծու եսով, շինծու ինքնությամբ, պարգևիր ինձ իսկական կյանք։ Թող իմ արժեքը պայմանավորվի ոչ թե մարդկանց վերաբերմունքով, այլ քո սիրով։ Օգնիր ինձ ձերբազատվել ինքնասիրահարված վիճակից, ինքնահիացմունքից, եսասիրությունից եւ օգնիր ինձ վերցնել իմ խաչը, ուրանալ իմ անձը, դավանել քեզ եւ գնալ քո հետևից։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցի։ Ամեն։ Սիրելի բարեկամ, եթե իսկապես օգտակար է այս նյութը քեզ համար, կարող ես ներքևում մեկնաբանության բաժնում գրել քո կարծիքը։ Եկեք փոխանակվենք մտքերով, եկեք մեր վկայություններով կիսվենք, որ ինչ որ մեկի համար էլ կարող է դա օգտակար լինել եւ ինչ որ մեկի համար կարող է դա փրկողակ լինել։ Հետևաբար, եթե ունեք նման փորձառություն ձեր սեփական կյանքից, ուրիշների կյանքից, որ դուք եք նկատել եւ տեսնում եք, թե որքան վտանգավոր երևույթ է նարցիսիզմը, ինքնասիրահարված վիճակը, ապա կխնդրեմ, որ գրենք իրար, հորդորենք, սթափեցնենք եւ կիսվենք մեր վկայություններով։ Աստված օգնական բոլորիս։